Ես հատուկ ասում եմ, որ մենք դրա վերջը պետք է դնենք, մենք իսկապես պետք է ունենանք այնպիսի երկիր, որտեղ Պաշտոնյան մտածում է մարդու մասին եւ ոչ թե դրա մասին, թե ինչպես ինքն իրեն հաստատնի։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այս ընտրություններում նաեւ շատ են մարդկանց վախեցնում։ Երկու տեսակի հիմնականում տարբեր տեսակի այսինքն վախեր են տարածում։ Իշխանությունը տարածում է մարդկանց սպառնում է ընտանիքի անդամներով։ Մեկը մի տեղ է աշխատում, գնում, գտնում են մարդկանց, փորձում են համոզել, ասում են, գիտես ինչ կա, քրոջդ գործից կհանենք, եղբորդ գործից կհանենք, հորդ գործից կհանենք եւ այլն։ Ընտանիքի անդամներով են նեղում մարդկանց։ Ու մի ուրիշ դեպքում պատերազմով է սպառնում մարդկանց։ Ես չեմ կարող պատկերացնել երկրի ղեկավար, որ պատերազմով է սպառնում իր ժողովրդին։ Սա նշանակում է ինչ։ Սա նշանակում է, որ երկրի անվտանգության համակարգը այնքան է ձախողված, որ կարող է երկրի ղեկավարը, որը դրա հետ պատասխանատուն է, սպառնալ պատերազմով, բայց սա ինչ է նշանակում, որ չկա կարողություն անվտանգության համակարգը ձևավորելու, զարգացնելու։ Ոչ միայն կարողություն չկա, այլ ես մտածում եմ, որ հատուկ էլ այդպես արված է, որպեսզի հիմա այս վիճակում դնեն մեր ժողովրդին, իրականում ես դա անվանում եմ շանտաժ, որովհետև հենց հիմա այդ վիճակով դրանով է զբաղված Հայաստանի իշխանությունը։ Գիտեք, մի բան եմ ուզում ասել։ Մեր վերաբերյալ այս վերջերս նաև հաշվի առնելով, որ վարկանիշը բարձրանում է եւ մենք անցնում ենք խորհրդարան, շատ են տարածում հսկայական կերպ տեղեկություններ, ապատեղեկատվություն, բացարձակ ապատեղեկատվություն, թե իբր ես հայտարարել եմ, թե ընտրություններից հետո մենք միանալու ենք ԿՊ-ին կամ իրար հետ իշխանություն ենք ձևավորելու։ Ես ուզում եմ ասել, դա բացարձակ կեղծիք է։ Մենք Նիկոլ Փաշինյանին երբեք չենք ընտրելու վարչապետ եւ ԿՊ-ն Հայաստանում չի կարող լինել իշխանության։ Սա մեր հստակ միանգամայն որոշումն է։ Մենք, ինչպես մեր ժողովուրդն է ասում, պահելու ենք մինչև վերջ մեր ձայները։ Դրանք չենք տալու ուրիշին, չենք վաճառելու։ Մենք նաեւ համարում ենք, որ մենք չենք ընտրելու եւ որոշումը կայացրել ենք, որ մենք չենք ընտրելու նաեւ վարչապետ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Սամվել Կարապետյանը չի կարող ունել համանդրական արգելքների պատճառով։ Մյուս բոլոր որոշումները մենք կայացնելու ենք Հայաստանի ազգային շահերից ելնելով եւ առաջ ենք տանելու իմ տեխնատություն։ Կան ուժեր, որոնք ասում են, ով շատ ձայներ ստանա, նա էլ առաջադրելու է տեխնատու։ Մեր որոշումը հետեւյալն է, որ իրականում պետք է հիմք ընդունել Հայաստանի ազգային շահերը, անվտանգության շահերը եւ նոր դրա հիման վրա որոշում կայացնել։ Եվ մեկ կարևոր բան, երբեք չի լինելու այնպիսի իրավիճակ, որ մեր պատճառով Հայաստանում իշխանափոխությունը տապալվի, բայց դա պետք է համապատասխանի Հայաստանի ազգային շահերին, Հայաստանի անվտանգությանը, մեր երկրի պետական շահերին։ Ժողովրդյան, հիմա նաեւ շատ են մարդկանց ճնշում, վախեցնում են։ Ես հատուկ ուզում եմ ասել, ես եղել եմ ձեր իրավունքների պաշտպանը։ Ես հիմա հանձնարարում եմ լինել Հայաստանի իրավունքների պաշտպանը ու հատուկ ասում եմ. ոչ մեկից չվախենաք, չճնշվեք, չնեղվեք հանդարտ ժողովրդյան, բոլորիդ պաշտպանելու ենք ես, մեր թիմը, մենք բոլորով ենք իրար պաշտպանելու, թեև ու թիկունք ենք լինելու։ Քվեախցիկում միշտ հիշեք, դուք ամենաուժեղն եք, ամենահզորն եք, քվեախցիկում երբ քվեաթերթիկը գցելու եք, քվեակուպի մեջ հետո, դուք այդ պահին իրացնում եք ձեր իշխանությունը, բարձրագույն իշխանությունը պատկանում է ձեզ այդ պահին, բարձրագույն, դուք այդ իշխանության կրողն եք, եւ այդ պահին ես անընդհատ հատուկ ասում եմ, որ մեր քաղաքացիները հստակ այս գիտակցությունը լինի, որ մենք ենք որոշում մեր երկրի ապագան, դրա համար ես ձեզ խնդրում եմ, որպեսզի գնաք ընտրության, մեր քվեաթերթիկը համար 6-ն է, մեզ համար շատ կարևոր է երկրի ազգային շահերի պաշտպանությունը, հայոց ազգային ինքնության պահպանումը, բայց միևնույն ժամանակ ժամանակակից պետության կառուցումը, որտեղ երիտասարդությունը հզոր դեր ունի, որտեղ երիտասարդ առաջնորդություն կա, որտեղ նոր առաջնորդություն կա, եւ որտեղ աշխատում են հանուն պետության։ Մենք նաեւ այստեղ պիտի փոխենք տրամաբանությունը, ոչ թե մարդն է աշխատում պետության համար, այլ պետությունն է աշխատում մարդու համար եւ միջև վերջ։ Մի կարևոր հարց է, տեսեք, դուք երբ ընտրություն կատարելիս լինեք, ժողովրդյան, խնդրում եմ քվեարկեք, մտածեք հետևյալ ձև, ով կարող է մեր երկրի հարցերը լուծել,
ամենակարևորը, ով է պետությունից հասկանում, ես ապացուցել եմ պետական աշխատանքով, որ կարող եմ լուծել պետության հարցերը ամենաբարձր իրավիճակներում, երբ պատերազմի ժամանակ մենք սահմաններում էինք մեր թիմով, հիշեցնել եք, ապացույցներ էինք հավաքում, ոչ ոք չէր հավատում, որ դրանք արդյունք կտան, ոչ ոք, բայց այսօր միջազգային դատարանները հերմեկված են հենց մեր գործերով, միջազգային դատարաններում այս գործերը կան, այսօր նրա շնորհիվ, որ ժամանակին աշխատել ենք, ապացույցներ ենք ներկայացրել, նրա շնորհիվ, որ գիտենք պետությունն ինչպես է աշխատում։ Նաև մեկ բան է, ինձ հետ կապված մի կարևոր բան եմ ասում, սա վերաբերում է նաև մեր ամբողջ թիմին։ Ես չունեմ կապվածություն որևէ երկրի հետ, որևէ օտար պետությունում ես չունեմ կապվածություն։ Ես չունեմ կապվածություն անձնական, ոչ մի գործնական, ոչ մի կապվածություն չունեմ։ Ես չունեմ կապվածություն Ռուսաստանի, ես չունեմ կապվածություն Ամերիկայի, Եվրոպայի, առավելևս Ադրբեջանի, ինչ երկիր ուզում եք վերցրեք։ Ինձ համար կարևորը Հայաստանի ազգային շահերն են, մեր երկրի ազգային շահերը։